4 տարի առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան մտան երկարատև ու մաշող պատերազմի մեջ։ Հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի հարվածներ, էներգետիկ եւ լոգիստիկ ենթակառուցվածքների թիրախավորում, տասնյակ հազարավոր զոհեր եւ վիրավորներ երկու կողմում, միլիոնավոր փախստականներ։ Ով է ավելի ուժեղ դիրքում հիմա, ըստ փորձագետների, Ռուսաստանն ունի որոշակի ռազմավարական առավելություն, կարողանում է պահել ճնշումը եւ դանդաղ առաջխաղացումներ գրանցել։ Երկարաժամկետ պաշտպանունակության եւ տեխնոլոգիական հարմարվողականության առումով Ուկրաինան պահպանում է կայուն պաշտպանական դիրքը եւ կարող է երկար ժամանակ դիմակայել արտաքին աջակցության պահպանման դեպքում։ Եվրոմիությունը բնականաբար ցանկություն ունի պատերազմը դադարեցնելու եւ պատժամիջոցներ իրականացնում, Միացյալ Նահանգներն ուզում են, որ պատերազմը իր ուզած ձևով ավարտվեց։ Եվրոմիությունը փողը տալիս է, Միացյալ Նահանգները զենքը վաճառում է։ Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ երևում է Կիևի Բանկովայա փողոցում գտնվող նրա բունկերը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը եւ մինիստրների կաբինետի ղեկավարություն գրությամբ ցուցանակները։ Զելենսկին պատմել է, որ 2 տարի ապրել է բունկերում, աշխատել նախագահի գրասենյակում։ Շատ բաներ հենց այստեղ են արվել։ Մենք նախկինում երբեք չենք ցուցադրել այս օբյեկտը։ Ռուս-ուկրաինական պատերազմն ազդեց Հայաստանի եւ ամբողջ հարավային Կովկասի վրա եւ անվտանգության, եւ տնտեսական եւ աշխարհաքաղաքական մակարդակներում։ Ռուսաստանի հիմնական ռազմական եւ քաղաքական ռեսուրսները կենտրոնացած են Ուկրաինայի ուղղությամբ, ինչը նվազեցրել է նրա ակտիվ ներգրավվածությունը հարավային Կովկասում։ Ադրբեջանն օգտվեց աշխարհաքաղաքական պատուհանից, ամրապնդելով իր դիրքերը, մինչդեռ Հայաստանը կանգնեց անվտանգության նոր մոդել որոնելու անհրաժեշտության առաջ։ Թուրքիան եւս մեծացրեց իր ազդեցությունը էներգետիկ քաղաքական մակարդակում։ Ռուսաստանից կապիտալի եւ մասնագետների հոսք սկսվեց դեպի Հայաստան 2022-ից 23-ի ընթացքում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտի աճ, առևտրաշրջանառության մեծացում Ռուսաստանի հետ։ Ռուսական որակյալ աշխատուժներ, որ պատերազմի հաջորդ օրերին եկան Հայաստան, տասնյակ հազարավոր։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները կարողանային համապատասխան խելք ունենային, համապատասխան մասնագիտական կարողություններ ունենան, նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ռուսական այդ որակյալ աշխատուժը Հայաստանից չհեռանա։ Եվ առաջիկայում սպասվելիք բանակցությունների ընթരാճ ռուս-ուկրաինական քարամյա պատերազմի ֆոնին սենսացիոն տեղեկությունը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի եւ Վիետնամի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պլաններ ունեն Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել։ Դա ըստ Մեդվեդևի ուղիղ ճանապարհ է դեպի համաշխարհային պատերազմ։ Մեր արտաքին հետախուզության ծառայությունը հենց նոր տեղեկություն է ստացել, որ Անգլիան եւ Ֆրանսիան պլանավորում են միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Ուկրաինա։ Մենք հիանալի հասկանում ենք դրա հնարավոր հետևանքները։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի համաշխարհային պատերազմ, եւ մենք բազմիցս նշել ենք նման քայլերի հետևանքները։ Քաղաքագետների դիտարկմամբ, եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարաձգվի, ռուսական ազդեցությունը կարող է շարունակել թուլանալ տարածաշրջանում, արևմտյան ներգրավվածությունը կարող է խորանալ, տարածաշրջանային մրցակցությունը կսրվի։ Պատերազմի սառեցման դեպքում Ռուսաստանը կփորձի վերակենտրոնանալ հարավային Կովկասում, Հայաստանը կհայտնվի ավելի մեծ քաղաքական ճնշման տակ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։